Ցանկացած հիմա մասնագիտություն, որոնք որ կարելի է փոխարինել language մոդելներով, generative AI-ով, կարելի է դիտարկել եւ վտանգված եւ ոչ այդքան, որովհետեւ միշտ ա եղել այդ անկախ ժամանակներից, միշտ եթե գալիս է տրանսֆորմացիա, նորություն, մարդկանց մի մասը հակադրվում է ամեն գնով, չի հարմարվում, ինքը չի զարգանում, հա, այդպիսի մարդկանց համար, եթե իրանք այդ ձև են պատկերացնում ծրագրման մասնագիտությունը, արդեն նույնիսկ ուշացած վտանգված է, բայց բոլոր նրանք, այսինքն այստեղ պայքարելու հանդիմանալու խնդիր չկա, եթե դու փորձում ես կիրառել այդ գործիքը հասկանալ խորքային, որովհետև նաև դրա հակառակ կողմը կա, մարդկանց շատերին, ովքեր որ այդքան շատ բան չեն հասկանում, իրանց հրաշքի նման է թվում, ցանկացած նման երևույթ, կիրառել եւ այդ կիրառելով փոխվել, հարմարվել, ավելի ուժեղ դառնալ, այդ պարագայում ծրագրման մասնագիտությունը չի վերանա։ Ծրագրավորման մեջ բանն է տարբերությունը։ Այն ձևակերպումը, սպայն ամենամեծ կոնֆլիկտը որն է։ Ծրագրավորողը գիտի ինչ-որ որոշակի լեզու, ծրագրման լեզուների մասն է խոսքը, եւ ոնց որ միջանկյալ օղակա, երբ որ մարդը սովորա չէ իր մտքերը մարդկային լեզվով շարադրելու։ Երբ որ կարողանա արհեստական բանականությունը հասնի այն աստիճանին, որ մարդը խնդիրը ձևակերպի մարդկային լեզվով եւ այդտեղ միջանկյալ ծրագրավորողի կարիք չլինի ամբողջական ապրանքը պատրաստ վերադարձվի իրան, անթերի, առանց սխալների ուղումներ անելու։ Այդ դեպքում կարակ համարեք, որ այդ պահը եկավ եւ փոխարինվեց։ Ես մոտակա 4-5 տարում հաստատ նման փոփոխություն չեմ տեսնում։ Այս պահին այլ եղանակ է գնում։ Ընդամենը այն ծրագրավորողները, ովքեր տիրապետում են AI-ին, իրանք առավելություն ունեն եւ ժամանակի եւ պրոդուկտիվ արդյունավետ աշխատելու տեսանկյունից, ովքեր չեն տիրապետում, կամաց խաղից դուրս են մղվելու, պատմության ընթացքում ամենպիսի իմացած վերջի 20 տարվա փորձում մի քանի ձև տրանսֆորմացիաներ արդեն եղել են։ Արհեստական բանականության միջև տիրապետելը առնվազն 4 տարվա ամուր կրթություն հիմք պիտի ունենա ինֆորմատիկայի, հենց առաջին հերթին ասպարեզումը մաթեմատիկական, բայց մեր օրերում, երբ որ ասում են արհեստական բանականության տիրապետել, դա նկատի ունեն հայտնի գոնե 5 մոդելների, ընդհանրապես հետները շփվելու ճիշտ prompt-ա կոչվում, ճիշտ հարցումներ տալու, որպեսզի քո ուզած արդյունքն ավելի ճիշտ ձևով ստանաս, ավելի մեծ վերցրած, մոտ 20-30 գործիք, այսինքն լրիվ նոր դաշտ է, ինչ որ մեկ կար ընդհանրապես ծրագրավորում չիմանա ու իրան թվա թե ավելի լավ ինքը կոդ է նաև ջեներացնում, բայց առանց ծրագրման մտածողություն ունենալու նույնիսկ այդ հարցումները գրելն է բավականին դժվար, ել չեմ ասում ինչով ես վստահ, որ տված կոդը մեկ անգամ աշխատեց, արդյոք ինքը կաշխատի բոլոր հաջորդ անգամները։ Արհեստական բանականության հիմա մենք մի ուղղությունը վերցրել ենք մենակ language մոդելներով որպես generative AI, երբ որ մեզ տրամաբանված մարդկային տեսանկյունից տեքստա վերադառնում կամ որոշակի խնդիրներ լուծում արդեն ունեցած իր տվյալների, մեծ տվյալների արդյունքներից առավելագույն համապատասխան ձևով վերադարձնելով, այդտեղ էլ է հետաքրքիր բան տեղի ունեցել, մի փոքր կողք տանեմ, որովհետև միշտ չի որ ամեն ինչ տրամաբանված մարդիկ տանում են զարգացումը, վերջում ստանում իրենց սպասված արդյունքը, հենց վերջին նույն ChatGPT լանչից առաջ ինչ նկատեցին, հենց որ բազան մեծացնում են, արդյունքը բազմակի անգամ է մեծ լինում։ Հիմա դրա համար ռեսուրսների կռիվ է գնում, ով ավելի շատ տվյալների վրա կաշխատի։ Ծրագրման մասնագիտության մասով արհեստական բանականությունը նոր չի, ես վերջին 1-2 տարում չի, շատ երկարատև, նույնիսկ կարող է շատ հետ գնանք, դառնա որ հենց համակարգչի ստեղծման ժամանակից է սկսվել, դրան էլ կարելի է արհեստական բանականություն կոչել։ Այդպիսի ծրագրավորողները, այսինքն նույն տաքսի ավտոմատացում ստեղծող, երբ որ դա հասկանում են ինչպես ճանապարհի որ հատվածում է մեքենան ինչ պիտի անի կամ գիտական հաշվարկների համար էլ կարող արհեստական էլի բանականություն կիրառվի կամ պատկերների ճանաչում, նոր գաղափարների դուրս բերում, բժշկական դեղերի ստեղծման ժամանակ բազմակի անգամ պրոցեսներն արագացնել եւ այլն,
այս ամեն ինչը ոնց որ մի ուղղություն է, language model-ով AGI-ը, որը որ վախ առաջացել ծրագրավորների մոտ, որ իրենց բացառիկությունը հարցականի տակ է դրվում, որ դու ունես ինժեներական մտածողություն եւ մենակ քեզ որպես ծրագրավորող քեզ է հասու ստեղծել բարդ համակարգեր, հիմա դառնում է, որ ոնց որ խնդիրը դու ես զարմանում քեզնից արագ ոնց լուծեց, օրինակ բազաների մի հատ կոդի կտոր։ Այս պահին նույն բազաների ծրագրման մասով, եթե բազան ամբողջությամբ նկարագրում ես մոդելին, իրան մարդկային լեզվով ինչ հարցում տաս, ինքը քեզ արագ կոդը վերադարձնում է, երբեմն էդի կարող է մի ամբողջ օր տևի նաև բարձրակարգ բազաների ծրագրավորողի համար, որ անթերի այդ կոդը գրի։ Երբեմն Այսինքն որոշակի գործողություններ արդեն ակնհայտորեն ավելի հեշտ են անել արհեստական բանականության միջոցով։ Հա, եթե ստացվում generative AI գաղափարը, այսինքն մարդը ինչ-որ կմտածի, չէ՞ որ այդ մարդը, որ կոճակներ է սեղմում, ինքը ինչ-որ բան է մտածում։ Եթե իր տեսածը մտածելով նոր փոխանցել ինչ կոճակներ սեղմի, այդ կոճակներ սեղմելու ֆունկցիոնալն արդեն կա, մտածելն էլ կա։ Այդ կապը ստեղծելուց հետո պարտադիր չի մարդու ռոբոտը սարքես բերես դնես համակարգչի մոտ, առհասարակ կարող համակարգիչ չլինի, դրա փոխարեն կարող լինի սերվեր, բայց կդառնա օֆիսային շատ աշխատանքներ, հարցա ինչ որակով դեռ, այնտեղ AI-ն էլ է սխալներ թույլ տալի, բայց կարելի է նաև արդեն դառնա նոր մոդել ստեղծվեց, որը փոխարինեց նմանատիպ աշխատողներին, ու դա մենակ ծրագրավորողները չեն, փաստացի ծրագրավորողն էլ է մտածում ու աշխատում համակարգչով։ Ստեղ որակի մասին երբ որ խոսք է գնում, շատ է հիմա չափազանցեցված, շատ, որովհետև մարդը ուզում է մեկ քլիկով հասնի հաջողության եւ հրաշքին ավելի հեշտ է հավատալ, քան հասկանալ, որ մեկ ալիքը խնդիրներ կան։ Այսինքն ծրագրավորողի մասնագիտությունը պետք է, ցավոք հիմա ընկալվում է ծրագրավորողը, որ ինչու համար ես դու այդ կոդը 0-ով անում, քանի որ դու 2 ժամ կծախսեիր 5 րոպեն կոդը գրվեց, ավելի լավ է 5 րոպեն կոդը գրվի, դու ստուգի։ Այդ մեկ բերում է, որ ցածր կարգի ծրագրավորողների իմաստը վերանում, հա, որովհետև մնում է, որ կոդը մասնագետը հասկանա, ուղումներն անի, դառնա կոդ։ Պրոբլեմ 1, երբեմն չի դիմանում ներվերը, որովհետև այնքան վատ է կոդը գրում, հասկանում ես, որ ավելի լավ է սկզբից 0-ից անել, բայց կգա ժամանակ, որ այդ էտապը կհաղթահարվի։ Լավանում է, չէ՞, դու ֆեյքերի բանակարտահայտությունը հայտնի է, չէ՞։ Շատ կան եւ քանի որ սոցիալական ցանցը նաեւ հասարակական կարծիքի վրա ազդեցություն ունենալու մեխանիզմ կա, այսինքն արդեն դառնում է գործիք տարբեր շրջանակների համար, հեշտ է ունենալ 50,000, 100,000 բոտ, արհեստական մարդ, ոչ իրական, եւ նաեւ տեքստերն իրարից մինչև այդ մարդիկ են իրենց փոխարեն ինչ-որ բաներ գրում, ու եթե մի մարդ ասենք մի 20-30 հոգու տեղ է գրում, նման է այդ մարդու ձեռագիրը, կարելի է նաև գտնել։ Կարելի է արհեստական բանականությանն ասել իրենց գրի, որ շատ նման չստացվի, համ այդքան ռեսուրս չօգտագործել, բայց էլի ունենալ այդ 100,000-անոց բանակը, այն պատուհանը, որ մարդիկ կխաբվեին կամ իրենց կխաբեին, կասեին, որ 6 ամիս արագ կապ չունի ինչ մասնագետ ես, ինչ 6 ամիս, 1 տարի սովորում ես այդ հմտությունը, եւ դրանից հետո դու դա արդեն կարաս լինես ծրագրավորող, հա, իրանց վերջը եկել է, եթե sense բան, որովհետեւ իրանց գործը շատ ավելի լավ արդեն փոխարինվում է։ Ու ոչ մեկ մոդելով, ու դա մենակ ChatGPT-ին չի, մենակ Gemini-ը չի, կան։ Նույնիսկ middle-ները, միջին level-ի ծրագրավորողները կարան արդեն այսինքն ինչա դա որոշակի ճնշում զգալ, հա, իրենց մասնագիտական թոփերն են զգում, բայց հարցը նրանում է, որ այդ ճնշումը մի քիչ ավելի շատ նաև ուռճացված է, որովհետև այն մարդով առասարակ չի օգտագործել կամ չգիտի եւ մեկ էլ տեսնում է հոп մի հատ փոքր բան ստացվեց անել, բայց կատարյալ կոդի համար դու պիտի անթերի լինի, այսինքն քո արած կոդը մենակ մարդն է կարող այդ խորը մտածողությունն ունենա, միանշանակ տեխնիկական նկատի ունեք տրամաբանությունը, թե այդ կոդի հմտությունները, լեզվի իմաց ինժեներական մտածողությունը, ես տենց կասեի, մեր օրերի
ծրագրավորողները մեր օրերի մաքուր ամբողջ իրանք ինժեներ են, նաև մասնագիտական կոչումներն են գալիս, ասենք վերևի top level-ներում հասնում software engineer եւ այլն, այսինքն երբ որ դու արխիտեկտուրան ես կարող ամեն ինչի մտածես։ Եվ սա նրա մասին չի, որ հայաստական բանականություն արդյոք կհասնի մի օր դրանք փոխարինի։ Դուք էլ շեշտեցիք, որ մեկը այդ համակարգի համար մարդիկ են պետք որ զարգացնեն։ Ուղղակի իմ խորհուրդը ինչ կլինի, որ բոլորը զգացողություն կա, որ եթե այդ ուղղությունն է զարգանում, պետքա բոլորը գնան ու մենակ դա սովորեն, որովհետև այն մյուս ծրագրավորողները վերջ, վերացան։ Իրականում տես չի, նաև իսկական ծրագրավորողները, թեև հիմա 90%-ը տեսնում ավետի փոխբերող ուղղությունն է տենց է սովորում, բայց իսկական ծրագրավորողը փողի համար չի սովորել 20 տարի առաջ, ինքը իրան հաճելի է եղել, երբ որ ինքը կամպյուտերը բացել է ու կարողացել է խնդիր լուծի։ Հիմա այդ մարդու համար ինչ տարբերություն, ինչ ճանապարհով է խնդիր լուծելու, բայց որpիսի ինքը լինի պահանջված, եթե դու չգիտես արհեստական բանականություն եւ այդ դրանք չես կիրառում, գործ չես գտնելու, այդ տրանսֆորմացիան մեկը կլինի։ Իսկ որpիսի դու արդեն շեմը մտնելու 6 ամիս, 12 ամիսը չի։ Քո կրթությունը պետքա 50-50 կամ նույնիսկ գոնե 30% լինի մաթեմատիկական, այդ մաթեմատիկան ամբողջ մաթեմատիկայի ուղղությունները չի, դիսկրետ հանրահաշիվն է, գրաֆների տեսությունը, հավանականության տեսությունը, այսինքն ինֆորմատիկայի մաթեմատիկական ուղղությունների իմացությունը, որոնք մինչև մապացված լավագույն նախ մեխանիզմն տրամաբանության զարգացման։ Երկրորդ դրանք իմանալով է, որ մարդը ի վիճակի է ծրագրավորում իմանալով խնդիրը ճիշտ մոդելավորել։ Եվ այս ամեն ինչը իմանալուց հետո ենթադրենք 4 տարի սովորեց, մի քանի պրոյեկտներ արեց այդ ընթացքում, փորձ ձեռք բերեց ու նոր եկավ ջունիոր մտնելը, դա չի նշանակում, որ դու նոր սովորեցիր մի երկու բան, այսինքն դու արդեն գրեթե ամեն ինչ կարող ես անես, ուղղակի կյանքի աշխատանքի փորձ չունես։ Դառնում է ծրագրավորողներից շատերը կմտածեն 100 անգամ արդյոք իրանք ուզում են ծրագրավորում ընտրեն, որովհետև ընտրում էին մի տարում մասնագետ դառնալու համար, հիմա հասկանում են, որ նույն համարժեք է իրավաբան դառնալու, բժիշկ դառնալու երկարատև կրթական ուսման, որից հետո բացառվում եմ, որ իրանք անպիտան դառնան, ինչքան ուզում է հակառակը նոր դաշտ է բացվում։ Այդ մի միտքն էլ կարևոր միշտ ես 3-4 սետապ այդ ձև անցել եմ ծրագրավորման փոփոխությունների, այսպես ասենք, հա, առանց արհեստական բանականության, երբ որ դու հայտարարվում է, որ վերջ այս ուղղությունը մահացավ, այլևս այդքան մասնագետի կարիք չի լինելու, մարդիկ արդեն մենակ ստեղծագործական աշխատանքով են զբաղվելու, բոլոր այսինքն աշխատատեղերը կրճատվելու են եւ այլն, վերջի 30-40 տարում գնալով հակառակը, ինչքան զարգանում ենք իբր, այդքան ավելի շատ աշխատողների կարիք է լինում։ Մասնագիտացված աշխատող։ Հա, մասնագիտացված, այո։